Ես ուզում եմ Նիկոլը քյալի վրա կախվի, ես էլ նայեմ ուրախանում, այդքան բան։ Այդ որ ասում եք խաղաղությունն ա բերել, նույնիսկ ծիծաղը չէ, լացս ա գալ, ինչ խաղաղություն։ Խաղաղությունն է նա, որ ժողովուրդը արժանապատիվ լինի, որ գլուխը կախ չէ թե այլ երկրներում, որ այն ազգերը, որ մեզ ժամանակին հարգում էին, մի արհամարանքով չվերաբերվեն, որ եթե խաղաղությունը արժանապատիվ չի լինելու, ստրուկներն էլ են խաղաղության մեջ ապրում, բայց ստրուկ են։ Մենք այսօր ազգով ենք ստրուկի կարգավիճակում։ Եթե Ձեր տարածաշրջանում հատկապես մտավախություն չունի, որ վերաբնակեցման հաս լինի, նախկինում ադրբեջանաբնակ մտավախությունն է, որ մենք արդեն ադրբեջանցիների չգալով լիքը ադրբեջանցիներ ունենք, թուրքացած հայեր ունենք լիքը, որ ամեն մի թուրքի լավ բանից ուրախանում են, հայի լավ բանից չեն ուրախանում։ Ազգային արժեքներից ամբողջությամբ կտրում են համամարտկային արժեքներից, այսօր քաջությունը, ճշմարտախոսությունը, հավատարմությունը, հերոսությունը, դրանք չի գնահատում, հենց են արել հասարակության մեջ, սուտ խոսելը դա լավ է, խաբեբայությունը դա լավ տղան է, մի խոսքով անբարոյականությունը շուստերի աղջիկն է, ու տենց։ Այս համատարած թալանի համար նոր իշխանությունները որ պիտի գան, կարողանան այդ թալանը հետ բերել մեր սրանքին, այդ շատ է հետաքրքիր, այդ սահմանադրական դատարանը, որ հիմա կա, սրանք չեն պատժվելու, փող են լափել կերել այդ էսքա տարիներ, ոչ մի բան չեն անում։ Ինձ գցեն գետնին, տապալեն, ծեծեն ոստիկանները, սահմանադրական դատարան